Մենք վերադարձանք սիրելի ընկերներ ու հաղորդման առաջին մասում քիչ անց մենք նշեցինք, որ այսօր խոսելու ենք առողջապահության վերաբերող թեմաներին ու հիմա քիչ անց մենք զրուցելու ենք շատ կարևոր թեմայի մասին, որովհետև այսօր մարտի 24-ը նշվում է աշխարհում որպես տուբերկուլոզի դեմ պայքարի օր։ Քիչ անց մեր հյուրերի հետ մենք կհասկանանք, թե ինչ է այս հիվանդությունը, ինչպես կարելի է պայքարել այս հիվանդության դեմ ու շատ այլ մանրամասներ։ Իմ շատ սիրելի Մարլեն կներկայացնի մեր այսօրվա հյուրերին։ Հենց հիմա մեր տաղավարում են Էդուարդ Կաբասակալյանը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թոքաբանության ազգային կլինիկայի ազգային տուբերկուլոզային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվ Նարեկ Սարգսյանը, թոքաբանության ազգային կլինիկայի ոսկրահոդային տուբերկուլոզի եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար, արտաթոքային տուբերկուլոզի մասնագետ, վնասվածքաբան, օրթոպեդ, ֆթիզիատոր։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ այսօր առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այսօրը հենց խոսելու տուբերկուլոզի մասին, որովհետեւ ամբողջ աշխարհն է պայքարում այս հիվանդության դեմ, բայց միևնույն է դա մնում է ժամանակի, նաեւ մեր օրերի ամենաշատ տարածվող վարակիչ հիվանդություններից մեկը։ Նախ նշենք ինչպիսին է Հայաստանում վիճակագրությունը, արդյոք այս տարիների տեղեկատվական արշավները տվել են արդյունք եւ մարդիկ հաճախ են ավելի դիմում բժշկի։ Կարող ենք ասել, որ համատած 10 տարվա ընթացքում մոտավորապես հայտնաբերելիությունը կրկնապատիկ պակասել է եւ բավականին լավ իրավիճակ է սպայդրությամբ հայտնաբերելիության տեսանկյունից մոտավորապես 12.7 դեպք 100,000 բնակչության համար համատած 2015 թվականի 35 դեպքերից եւ ավել ընդհանուր առմամբ իհարկե խնդիրներ կա, որ պետք է հայտնաբերենք նոր դեպքեր, որոնք ցավոք սրտի չեն հայտնաբերվում, այդ առումով աշխատանքներ ունենք։ Ամենաբարդ խնդիրը դա ուշ հայտնաբերված դեպքերն են, երբ որ ոչ միտումնավոր իհարկե, բայց տարված է լինում ոչ adekvat բուժում։ Նման հիվանդների, մասնավորապես արտաթոքային տուբերկուլոզի դեպքերը հայտնաբերումը եւ բուժումը կրկնակի բարդանում է։ Այսօր ինչքան արագ կարելի է, որքան արագ կարելի է հաստատել տուբերկուլոզը։ Շատ լավ հարց է, ես կասեի այս պահին մենք ունենք բոլոր հնարավորությունները, որ բավականին արագ հայտնաբերենք մոտ մի քանի ժամվա ընթացքում, ոչ միայն անգամ հայտնաբերել, նաև որոշակի դեղի նկատմամբ կայունությունը հայտնաբերելու, որ թույլ կտա արդեն բժշկին սկսել բուժումը, adekvat բուժումը եւ ժամանակ չկորցնել։ Համատած նախքին տեխնոլոգիաների մեթոդների, որոնք տևում էին շաբաթներ, անգամ ամիս, դա մեծ առաջընթաց է արդեն եւ չմոռանանք միջև ախտորոշումը այդ մարդիկ մեր հասարակության մեջ են եւ կարող են շարունակել վարակել մինչ հայտնաբերումը հիմա բոլոր գործիքակազմը ունենք, որ կարողանանք ժամանակին եւ ճշգրիտ որակով հայտնաբերենք տուբերկուլոզը։ Արտաթոքային տուբերկուլոզի մասին եթե խոսենք, սա ավելի կարծես քիչ հայտնի է մարդկանց եւ նույն բացահայտման առումով, ինչ ախտանիշների դեպքում պետք է առաջին հերթին դիմել բժշկի նախ կանխարգելելու համար եւ բացառելու։ Առհասարակ ինչ-որ սպეციფიկ ախտանիշներ չկան, որովհետեւ արտաթոքային տուբերկուլոզը ենթադրում է բոլոր օրգանհամակարգերի հավանական ախտահարում, այսինքն բառացիորեն որ բոլորի համար հեշտ լինի, բացի մազերից եւ եղունգներից ամեն ինչի տուբերկուլոզ առհասարակ լինում է, այսինքն այն հատվածում որտեղ կա արյունամատակարարում, այդ հատվածը ռիսկային է, որ կարող զարգանա տուբերկուլոզ։ Սպეციფიկ ախտանիշներ չկան, այստեղ ամենակարևոր հանգամանքը, որ մասնագետը ինքը նաեւ կասկածի, որ այստեղ հնարավոր է նաեւ արտաթոքային տուբերկուլոզ լինի, որովհետեւ ցավոք փաստացի ժամանակ առ ժամանակ ունենում ենք նման դեպքեր եւ ամենավերջին этаպում նոր կասկածում են արտաթոքային տուբերկուլոզը, բայց որպես այդպեսին սպეციფიկ ախտանիշներ չկան, այն կենտրոնական հատվածը որ պետք է հիշենք, որ սա քրոնիկ ինֆեկցիա է տուբերկուլոզը, այսինքն ինֆեկցիա բառի հետ ասոցացվող յուրաքանչյուր բառ, որ մարդ կարա ինֆեկցիա բառը լսի ու ասոցիացիա լինի բարձր ջերմություն, տենդ եւ այլն, տուբերկուլոզի պարագայում դրանք չկան։
Շատ լավ։ Այսինքն բավականին բարդ է նաև հասկանալը, որ գուցե մենք վարակակիր ենք այս դեպքում եւ շփվելով Վարակակի շատ մարդ կա իրականում, բայց որպես Արտահայտվում է տուբերկուլոզի դա։ հիվանդություն որ արտահայտվի եզակի է լինում, իսկ առհասարակ վարակակի շատ։ Շատ լավ։ Խոսենք ռեֆերենս լաբորատորիայի մասին, ինչ նշանակություն, ինչ դեր ունի այսօր։ Ռեֆերենս լաբորատորիան այս Հայաստանում միակն է իր հնարավորություններով, որ կարող է մատուցել լիարժեք ախտորոշման ծառայություն ամբողջ Հայաստան Հանրապետության համար եւ ունի բոլոր ժամանակակից մեթոդները, ԱՀԿ-ով հաստատված մեթոդները միջազգային կազմակերպության կողմից արժանապատվության, որոնք թույլ են տալի մեզ եւ արագ ախտորոշել եւ բուժման հսկում ապահովել։ Շատ հատկանշական է նշել, որ տուբերկուլոզային բակտերիայի մի քիչ առանձնահատկությունն այն է, որ մնացած մանրէների նման նրանք արագ չեն բաժանվում եւ դանդաղ են, մոտավորապես 1 օր է պետք, որ 1-ից 2-ը դառնա, իսկ մնացած բակտերիային 20 րոպեներ, դրանով է պայմանավորված դանդաղ ընթացքը տուբերկուլոզի եւ աննշան ընթացքը։ Այդ առումով շատ կարևոր է ոչ միայն ախտորոշել, այլ նաև կանխարգելել։ Դրա համար էլ ունենք մեր կենտրոնում թեստեր, որոնք տուբերկուլոզային ինֆեկցիա են հայտնաբերում եւ ժամանակին հայտնաբերված ինֆեկցիան կարող է անգամ կանխարգելիչ բուժում ստանալ պացիենտը եւ կանխարգելել հետագայում տուբերկուլոզի զարգացումը։ Հիվանդություն չզարգանա, այլ կանխարգելիչ միջոցառումներով, Նամանավանդ շատ կարևոր է, որ թիրախային խումբն է դա կոնտակտավորները, որոնք են տուբերկուլոզի հիվանդների հետ են շփվել եւ միավով հիվանդ մարդիկ եւ այլ իմունային անբավարարություն ունեցող հիվանդների։ Այսինքն, եթե մարդը շփվել է մեկ մարդու հետ, որը իհարկե հաշվի առնելով բժշկական գաղտնիությունը նաև, բայց միևնույն է տեղյակ է, որ հնարավոր է եւ նրա մոտ զարգացել է տուբերկուլոզը, ինչպես կարող է դիմել, ում պետք է դիմի մասնագետներից, որպեսզի պարզապես հետազոտվի եւ բացառի, որ իր մոտ կա այս խնդիրը։ Առհասարակ գանգատի դեպքում պետք է դիմեն բուժհաստատություն, առաջնայինը դա հենց պոլիկլինիկաներն են, որտեղ մեծամասն պոլիկլինիկաներում գոյություն ունեն տուբերկուլոզի կաբինետներ, որտեղ նստում է ֆիզիատրը, տուբերկուլոզի մասնագետը։ Այսինքն, եթե կասկած կա ինչ-որ տուբերկուլոզային վարակի, մի քանի էտապ կա, որ այդ հետազոտություններով շատ հեշտ հասանելի հետազոտություններ են, նույն ինքը թոքերի ռենտգեն լուսացումը, անհրաժեշտության դեպքում նաև մանտուի պրոբա, խորխի հետազոտություն եւ այլն դրանք։ Եթե ինչ-որ կասկածելի դեպք է լինում, որը առաջնային ուղղակի ի վիճակի չի լինի շարունակել իր միջոցներով, արդեն ուղարկում են մեր բուժհաստատություն, որտեղ ավելի մեծ ծավալով հետազոտում ենք։ Իսկ եթե կասկած կա, որ շփվել ենք տուբերկուլոզային հիվանդի հետ, որտեղ հնարավոր է ինֆեկցիա է օրգանիզմում, նույն ֆիզիատրիկ կաբինետը կազմակերպում է ինֆեկցիայի հայտնաբերումը եւ այսօր մենք ունենք նաև ժամանակակից մեթոդներ, որոնք շատ արագ ժամանակում 1-2 օրվա ընթացքում իգրատեստ է կոչվում, կարող ենք հայտնաբերել ինֆեկցիա, շեշտեմ դա տուբերկուլոզի հիվանդության հայտնաբերումը չէ, այլ ինֆեկցիայի առկայության վարակի մեջ, վարակի հայտնաբերումն է, որ թույլ է տալի այդ մարդուն կանխարգելիչ բուժման մեջ մտնել։ Նաև զրույցում նշեցիք, որ թիրախային խումբ փաստացի համարվում են այն մարդիկ, որոնք ունեն իմունային անբավարարվածություն, այսինքն կարող ենք մենք ինքներս փորձել պաշտպանվել այս տուբերկուլոզ հիվանդությունից բարձր իմունիտետ ունենալով։ Առհասարակ այո, իմունիտետ բարձր ունենալով մենք կանխարգելում ենք բազմաթիվ հիվանդություններ եւ նվազեցնում ենք ռիսկը տուբերկուլոզի հիվանդության, բայց չենք միևնույն անգամ պետք է նշենք տուբերկուլոզը նաև սոցիալական հիվանդություն է, վատ պայմաններ, առողջական եւ խոնավություն եւ վատ աշխատանքային պայմանները բերում են նրան բարենպաստ պայմաններ, երբ որ տուբերկուլոզը արդեն կարող է դառնալ հիվանդություն, ինֆեկցիա։ Շատ լավ։ Ինչ մեթոդներ են կիրառվում արտաթոքային ձևերի հաստատման համար եւ արդյոք կա տարբերություն թոքային տուբերկուլոզի համար։ Տարբերությունները շատ են, կախված որ օրգան համակարգն է ախտարարված։ Առհասարակ հայտնաբերման մեջ ամենակարևորը կենսանմուշի ստացումն է, որով կարող ենք հայտնաբերել տուբերկուլոզային միկոբակտերիան, բայց լինում են դժվարություններ կապված օջախից, վնասման օջախից։ Եթե խոսքը ողնաշարի տուբերկուլոզի մասին է, ընդհանրենք
հաստատելը բավականին բարդացած է զուտ մուտքի առումով, այսինքն կենսանմուշ ստանալու առումով։ Բայց եզակի դեպքերից է, մասնավորապես ողնաշարի տուբերկուլոզը, որը կարելի է դիագնոզը հիմնավորել առանց կենսանմուշի, այսինքն կլինիկական տվյալների, անամնեստիկ տվյալների եւ վերջի տարիներին շատ մեծ տարածում գտած MRT հետազոտությունների միջոցով։ Դրանք որոշակի սպეციფიկ նշաններ են ցույց տալիս, որով կարող ենք հիմնավորել, որ սա տուբերկուլոզային հիվանդություն է։ Ինչպիսի բուժում է ենթադրում տուբերկուլոզը։ Առասարակ դեղորայքային բուժում է, կոչվում է կարճատև քիմիոթերապիայի կուրս, թոքերի տուբերկուլոզի պարագայում մինչև 6 ամիս, իսկ արտաթոքայինի դեպքում 12 ամիս, որոշ դեպքերում, եթե ունենք դեղորայքակայունություն, ավելի երկար ժամկետներ։ Լինում է դեպքեր, որ միայն դեղորայքային բուժումը բավարար չէ, այսինքն անում ենք նաև վիրահատական միջամտություն, բայց ոչ շտապ կարգով իհարկե, նախապես հիվանդին դեղորայք տալով, այսինքն պրոտեկցիա անելով, որպեսզի հետագայում ինչ-որ սեպսիսի բանի ռիսկ չունենանք եւ արդեն վիրահատական միջամտություն։ Հավելեմ իմ ընկերոջս ասածը, որ մենք արդեն մեր կենտրոնում կան կարճաժամկետ բուժման սխեմաներ, որոնք թույլ են տալիս նախկինում օրինակ դեղազգայունը 12 ամիս էր բուժվում եւ մոտավորապես 11000 տաբլետկա հաբեր էին օգտագործում այդ ընթացքում հիմա արդեն 6 մինչև 4-ից 6 ամիս կախված ինչ բարդության զգայուն տուբերկուլոզի դեպքում եւ կայուն տուբերկուլոզի դեպքում նախկինում 2 տարու տեղը արդեն 6-ից 9 ամսվա բուժման սխեմաներ կան, որոնք 15 անգամ պակասեցնում են անգամ դեղերի ընդունումը։ Փոքր օջախների առկայությամբ։ Ահա, իր կոնկրետ ամնի դեպքը իր յուրահատկություններ ունի, բայց ընդհանուր առմամբ լավ ցուցանիշներ արդեն ցույց տալի կարճաժամկետ բուժումը եւ թույլ է տալիս պացիենտին պահել բուժման մեջ երկարաժամկետի ժամանակ գիտեք բոլորն աշխատում են, ուզում են դուրս գան աշխատանքի եւ այլն, սակայն այդ հիվանդությունն այնպեսին է, որ պետք է լիարժեք հասկանանք, որ ինքը վարակիչ չէ հարության համար, այլ մարդկանց համար եւ կարող է լիարժեք արտամտնել աշխատանքի եւ եկամուտ բերի իր ընտանիքին։ Եվ գնալով ժամկետները կրճատվում են այսպես։ Այո, Եթե շարունակվի այսպես այս տեմպերով, ուզում եմ հասկանալ, ուր ենք մենք գնալու, ինչ կետի ենք հասնելու։ Ժամկետը կրճատվի, ավելի վերահսկելի լինի այդ հիվանդների բուժումը, որովհետև մարդիկ կան անպատասխանատու են մոտենում իրենց բուժմանը, դեղորայքը մասամբ են ընդունում եւ հետագայում ձևավորվում է այլ ավելի կայուն ձևեր։ Այսինքն դառնում է ինչ-որ արատավոր օղակ, որ հնարավոր չի լինում պացիենտին օգնել։ Ну, բնական է պացիենտը առաջին հերթին չի ցանկանում իրան օգնել։ Եվ կարծում ենք, որ յուրաքանչյուր խնդրի դեպքում էլ, հատկապես երբ խոսքը վերաբերում է առողջությանը, պետք է կանխարգելել, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից եւ բժիշկների եւ մեր առողջության իհարկե, ու այս դեպքում, որպես մեր զրույցի ամփոփում կարող ենք ասել, արդյոք տուբերկուլոզի հաղթահարումը տեխնոլոգիաների, բժիշկների, թե հասարակության տեղեկացված լինելու շնորհիվ տեղի կունենա ամբողջ աշխարհում։ Ես կասեի դա տրիումվիրատ է։ Պարզապես 3 բոլոր բաղադրիչներն է հարության, տեղեկատվական մակարդակը բարձրացնելը, միևնույն ժամանակ եւ պացիենտի եւ բժշկի համատեղ աշխատանքն է, որ կբերի առողջությանը, ապակինմանը եւ վերադարձին հարությանը։ Շնորհակալ ենք անչափ։ Շատ շնորհակալ ենք, որ գալուց։ Սիրով, որովհետև մենք էլ այս հարթակն ենք օգտագործում, որպեսզի մարդիկ լինեն ել ավելի տեղեկացված, հետևեն թե իրենց շրջապատող մարդկանց առողջությանը ու կանխարգելեն, որպեսզի հետագայում բարդությունների չհանդիպեն։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Իսկ մենք շարունակենք եթերը, սիրելի հեռուստադիտողներ, լսելով երաժշտություն։